Պիսի մասշտաբային արհեստական բանականության այս կլաստեր իսկ Հայաստանում մի քանիսն են կառուցվելու։ Չի էլ ունենա տեսանելի հեռանկարում ուղղակի չի լինելու։ Սա կարևոր է նաև հատկապես նշելու համար, թե Հայաստանը ինչպես իրեն կդրսևորի։ Թե արագության, թե որակի, թե պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով, որտեղ բազմաթիվ օրենսդրական նաև կարգավորումների կարիք կա, Հայաստանը միացել է այդ 123 կամ 123 ուրեմն տեխնոլոգիական հասանելիություն ստանալու այդ համաձայնագրին, ինչը կարելիություն է ստեղծում Հայաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող, բայց Միացյալ Նահանգների դաշնակից երկրին հասանելի բոլոր տեխնոլոգիական ուրեմն դա միջուկային խաղաղ միջուկային էներգիային է վերաբերվում այդ համաձայնագիր 1-2-3-ը, բայց բացի դրանից էլ այս արհեստական բանականության պրոյեկտը, որը կառուցվեց, դա NVIDIA-ի եւ Dell-ի այդ չիպերը, որոնք զգայուն այսպես արտահանման ցուցակի մեջ են մտնում, հատուկ թույլտվության պրոցեդուրա անցան Միացյալ Նահանգներում եւ ըստ այդմ Հայաստանի վերաբերյալ որոշվեց այնպիսի լուծում, որը տրվում է Միացյալ Նահանգների դաշնակիցներին։